Մենք ընկերներով մի քանի տարի առաջ հիմնեցինք Գյումրի Orthopedic School նախագիծը եւ զարմանալիորեն այդ նախագիծը հաջողություն ունեցավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Սեփական փորձի վրա մենք հասկացանք, որ հնարավոր է Հայաստանում ինչ-որ քրթական բժշկական նախագծեր ստեղծել, որոնք հետաքրքիր կլինեն դրսի մասնագետների համար։ Եվ հիմա մենք որոշեցինք ընդլայնել այդ ծրագիրը ավելի լուրջ որակով, ավելի բարձր չափանիշներով։ Մեզ որպես ճարտարապետների հետաքրքիր միանավ այս նախաձեռնությանը, ծրագիրն էր մեզ շատ հետաքրքիր, ընտրված վայրը, պատմական շենքը, միջավայրը, որ գտնվում է Գյումրի Գումարի պատմական միջուկում։ Մենք պետք է կարողանանք իրականացնել առաջադրանքը, որ մեզ տրվել էր կազմակերպիչների կողմից, ինչպես համադրել պատմական շենքի եւ միջավայրի հետ։ Այն չի գտնվում բարոկ վիճակում, սակայն առաջին իսկ այցից էլ հասկացանք, որ շատ կարևոր պատմական շերտ է, որը պետք է պահպանվի եւ հնարավորինս վերականգնվի իր նախնական ֆրեսկին, եւ սա առաջ բերեց նոր խնդիր, թե ինչպես ավելացնել նոր ծավալները, նոր ծրագրերը, քանի որ գոչ ունեցող շինության մակերեսը բավարար չէր ծրագրի համար, եւ հասկացանք, որ լավագույն տարբերակը բաժանել ծրագիրը երկու մասի, վիրահատարանները կամ ամենամասնավոր փակ տարածքները կենտրոնացան նկուղային հարկում, առաջին հարկում դա ադմինիստրատիվ տարածքներն էին, ինչպես նաև այդ սև շենքում կենտրոնացան սրճարան, հանդիպման փոքրիկ կետեր եւ վերևի հարկում արդեն հիմնականում մեկ մեծ ծրագիր, որը դահլիճն է։ Մենք առանձին կոնստրուկցիաների միջոցով ամբողջությամբ պահպանում ենք ներքին պատերը, իսկ տանիքը այս նոր կոնստրուկցիաների վրա հիմնական այդ ծավալային լուծումն է, որով շենքին հաղորդում է որոշակի յուրահատկություն։ Տանիքը դարձնում ենք օգտագործելի եւ ավելի մասնավոր հենց ուսումնական կենտրոնը օգտագործողների համար, իսկ ներքին բակը մտածում ենք, որ տրինի բաց հանրության համար։ Վիրաբուժական լաբորատորիա նախագիծը ամբողջությամբ համապատասխանում է քաղաքի տրամաբանության։ Ամուսված է, որ սա կլինի եւս մեկ արդյունավետ կուրսիկ մեր քաղաքը ետնազը դարձնելու համար։ Եթե մենք ուզում ենք ունենալ որակ որևիցե ասպարեզում, անպայման պետք է մարզվենք. Конечно, молодой хирург может получить мануальные навыки путем ассистирования, путем пробы и ошибок, но, на мой взгляд, самый лучший вариант – это протестить свои мануальные навыки именно на кадаверном материале, когда ошибки могут быть прощены, могут быть обучены и так далее. It is a standard of care in the world to train doctors on cadavers. Please support the Cadaver Lab in Gyumri so we can start training our doctors on cadavers to bring the medical standards to Armenia. Մենք կարող ենք եւ պետք է ունենանք Հայաստանում նման վիրաբուժական լաբորատորիա, որը շատ կբարձրացնի վիրաբուժական ծառայության ընդհանրապես Հայաստանում ցուցաբերման որակը։